Հայաստանի դարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներու նախարար Դավիթ Խուդատյան Բրյուսելի մեջ հանդիպում ունեցավ Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնագետար Մարտա Կոսի հետ կհայտնեն նախարարութենեն։ Նախարար Խուդատյան բարձր գնահատած է Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխումներուն եւ զարգացման օրագարկին։ Նախարարը կարևոր նկատած է Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր ընթացքը։ Մարտա Կոս շնորհակալություն հայտնած է նախարարին ասկային ժողովի ընտրություններուն դարած համոզի չախտանագին առիթով եւ ավելցուցած, որ Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի շարունակական պիտի իլա։ Հանդիպման անդրադարձ կատարված է փոխադրամիջոցներու եւ ուժանույթի ոլորտերը ներս իրականացվող ծրագիրներուն քննարկված են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնագետար Մարտա Կոս նախարար Դավիթ Խուդատյանին հետ հանդիպումը այսպես բնութագրած է X-ի հարթակին սույն քրարմամբ։ Շնորհակալություն Հայաստանի դարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներու նախարար Դավիթ Խուդատյանի նվերին եւ շատ լավ քննարկման համար։ Մենք կապակցվածության օրագարկ հարթակի մեկնարկեն առաջ հանդիպեցանք առաջ տանելու Հայաստանն իր հարևաններու եւ Եվրոպայի հետ ավելի լավ գաբերու մեր աշխատանքը։ Սա հայ արտադրողներուն պիտի օգնի իրենց արտահանումը բազմազանեցնել եւ իրենց բարձրորակ արտադրանքեն ավելի հասցնել նոր շուկաներ գրած է Կոս։ Ֆրանսիայի մեջ Հայաստանի Հանրապետության տեսփանադան մեջ տեղի ունեցավ Ֆրանսիայի Եվրոպայի եւ Արտաքին գործերու նախարարության մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Բրիս Ռոկֆոյի Հայաստանի բարեկամության շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը գայտնեն տեսփանադունեն։ Շնորհավորական խոսքով հանդես եկած է Ֆրանսիայի մեջ Հայաստանի տեսփան Արմեն Խաչատրյան, որը կարևոր նկատեց Բրիս Ռոկֆոյի էական ավանցը վերջին տարիներուն հայ-ֆրանսական բարեկամության ամրապնդման Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման գործի մեջ, որոնց վերաբերյալ հռչակագիրը երկու երկիրներու ղեկավարները ստորագրած էին մայիս 5-ին նախագահ Մակրոնի Հայաստան կատարած պետական այցելության ընթացքին։ Ելույթ ունենալով նաև վարչության տնօրեն Բրիս Ռոկֆոյ, որը շնորհակալություն հայտնեց այս բարձր պարգևին համար եւ վերահաստատեց իր հանձնառությունը աշխատանքը շարունակելու ի նպաստ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև համագործակցության հետագա ամրապնդման։ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Վենսի եւ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակություններու միջև բանակցություններու առաջին մասը ավարտին հասավ։ Կողմերը համաձայնության եկած են 60 օրվան ընթացքին վերջնական համաձայնագիրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Տեխնիկական բանակցությունները Զվիցերիո մեջ դեռ մեկ շաբաթ պիտի շարունակվին։ Ամերիկայի եւ Իրանի բանակցողները հadoop կաբուղի մստեղծած են Հորմուզի նեղուցով անցնող նավերուն հետ կապված հնարավոր խնդիրներ լուծելու նպատակով։ Այդ մասին հայտարարեց Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ։ Ինչպես կհաղորդեն իրանյան պաշտոնական լրատվամիջոցները, Ղալիբաֆ բարձրապանած է, որ նման միջոցը թույլ պիտի տա խուսափիլ հագամարտային իրավիճակներեն եւ միջաթեբերեն։ Բացի այդ, վերջերս Զվիցերիո մեջ կայացած բանակցություններու ընթացքին Ամերիկան եւ Իրանը համաձայնության եկան սարեցված իրանյան հաշիվներու աբասարեցման որոնց ընդհանուր արժեքը կգազմե 12 միլիարդ ամերիկյան դոլար։ Ղալիբաֆ իրանյան պատվիրակության ղեկավարներն մեկն է Ամերիկայի հետ բանակցություններուն։ Եվրոպական շարք երկիրներու մեջ սաստիկ տաք եղանակ է։ Տաքի պատճառով Ֆրանսիայի մեջ 3 հոգի մահացած է եւ 13 հոգի խեղդված է քեդերու մեջ։ Հազարավոր դպրոցներ փակված են կամ փոխած են դասացուցակը, որոշ շրջաններու մեջ ջերմաստիճանը գերազանցած է 42 աստիճանը։ Անգլիո մեջ տաքի ալիքը կրնաշարունակվիլ թեր 4 օր եւս։ Իսպանիա հյուսիսը, ուր սովորաբար զով գնե հունիս 22-ին արձանագրված է 40 աստիճան տաքություն, իսկ Իտալիո 12 քաղաքներու մեջ եղանակային նախազգուշացման գարմիր մագարտակ հայտարարված է։ Ցեզի հդեր Անի Զեյթունցյանը